Ես այսօր ձեզ կպատմեմ մեկ հեքիաթ, Գայլը և Բախրանը։ Մի բազե բույն էր, դնում ծառի վրա, Գայլը գալիս է և ասում. «Ձագրիթը մինը ձազք չի, բազեն թե քո համար չեն ձագեր ես դրել»։ Գայլը կրծում է ծառը և ծառն ընկնում գլխին։ Մի Բախրա է կողքով անցկենալիս լինում և Գայլը ասում է Բախրային. «Բախրային ծառի ազատել ես քեզ մեծ լավություն կանեմ»։ Բախրան գնում է մի փոքր ծառը հանում վերև, Գայլն ազատվում է։ Բախրան շարունակում է ճանապարհը և Գայլը ասում է. «Գիտես որ ես քեզ ուտելու եմ»։ Եվ Բախրան թե ես քեզ ազատեմ, դու ինձ ուտես։ Ասում է չէ որ չէ, պետք է քեզ ուտեմ։ Բախրան ասում է բացի գնանք մի քանիսին հարցնենք, տեսնենք ինչ կասեն։ Գնում, հասնում են աղվեսի։ Ասում է բայց կարելի է աղվես, ես Գայլին ազատեմ, ինքը թե քեզ ուտում է։ Դու կորի գնա դու, ասում է աղվեսը։ Ոչ մեկ չպետք է մարդու ազատի, էդ մեր ցեղն այդպես է, եթե մարդ են տեսնում, պետք է կոտորեն։ Գնում է, ասում է Բախրան Գայլին, եկեք գնանք մյուսի մոտ։ Գնացին մյուսի մոտ, գնում հասնում են արջի։ Բախրան ամբողջ եղածը պատմում է, արջը ասում է դու չես կարող Գայլը ազատել։ Հետո շուռ է գալի Գայլին հարցնում. Գայլ ինչ է եղել։ Գայլն սուտ է ասում։ Նա ով է որ կարողանա ծառ բարձրացնել ինձ ազատել։ Արջը դեն այդ գդրիր։ Այգը գնանք տեսնենք այդ ինչ ծառ է։ Գնում են տեսնում է, արջը ասում է. Գայլ մտիր այս ծառի տակ, տեսնենք Բախրան քեզ կազատի։ Գայլը գնում է, հանում է, մտնում ծառի տակ։ Եվ արջը Գայլին ասում է. հենց այստեղն էլ որ կա քոնն է, այստեղից դուրս չգաս։ Հետո պատտվում է եղնիկին ասում. դու էլ Գայլի գործերին չխառնվես, իսկ այժմ ձեզ չտեսնի։